Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Նեեմիայի գիրք 4-րդ գլուխ։ Նեեմիա գաղթե իր ընտիմատիրներուն։ Երբ Սանապաղատ լսեց, թե մենք բարիսպը կգառուցանենք, փորփոքեցավ, շատ կրկրվեցավ ու հրյաները ծաղրեց։ Իր եղբայրներուն ու Սամարիայի զորակունթին առջև խոսեցավ, ըսելով. Ինչ կշինեն այս տգար հրյաները։ Միթե պիտի թույլատրենք անոնց, միթե զոհ պիտի մատուցանեն, այսօր պիտի ավարտեն, միթե այրված քարերը փլադակներու թեզերեն պիտի վերագենթանացնեն։ Ամոնացի դուփյա, որ անորքով էր ըսավ, եթե նույնիսկ աղվեսը ելե անոնց գառուցանածին վրա, անոնց քարե բարիսպը պիտի քանթե։ Ով մեր Աստվածը, լսե, որովհետև արհամարվեցանք, անոնց նախադինքը իրենց գլուխը վերաթարց ու զանոնք քերության երկրի մեջ գողուդի մատնե։ Անոնց անօրենությունը մի ծածկեր եւ քո արչեվետ անոնց մեղքերը թող չչնչվի, քանի որ գառուցանողներուն արչեվ քեզ քրքրեցին։ Մենք բարիսպը գառուցանեցինք եւ ամբողջ բարիսպը մինչեւ գեսը հասավ, արտարև ժողովուրդը կորձելու սիրտ ուներ։ Երբ Սանապաղատ դուփյա Արաբները, ամոնացիներն ու ազովդացիները լսեցին, թե Երուսաղեմի բարիսպներուն նորոգությունը կհառաջանա եւ ջեղկվածները սկսած են խցվել, շատ փորփոքեցան ու բոլորը միասին թավատրեցին, որքան Երուսաղեմի թեմ պատերազմին եւ անոր վնասեն։ Բայց մենք մեր Աստուծուն աղոթեցինք եւ անոնցմե պաշտպանվելու համար ցերեկ ու գիշեր անոնց թեմ բահագակունդ մտրինք։ Սակայն հութա ասավ. Պերնագիրներուն ուժը դգարացավ եւ փլադակները շատ են։ Մենք պիտի չգարենանք բարիսպը գառուցանել, իսկ մեր թշնամիներ գսեին. պիտի չգիտնան ու չտեսնեն, մինչև որ մենք անոնց մեջ մտնենք, զանոնք մերցնենք եւ անոնց կորձը թատրեցնենք։ Բայց անոնց կողմ բնագող հրյաները մեզի եկան ու 10 անգամ մեզի եսին։ Բոլոր դեղերեն ուր որ ալթարնակ մեր վրա պիտի հարձակին։ Ոստի ցած դեղերը բարիսպին յետևը, նաեւ բարձր դեղերը ժողովուրդը դեղավորեցի իրենց կերտաստաններուն համեմատ բաժնելով, իրենց սուրերով, նիզակներով եւ աղեղներով դեղավորեցի։ Զննեցի, ապա գանկնեցա եւ ազնվականներուն, ադենագալներուն ու մնացյալ ժողովրդին ասի. Անոնցմե մի վախնակ, հիշեցեք դերը, որ մեծ ու ահեղ է, եւ պատերազմեցեք ձեր եղբայրներուն, որդիներուն, աղջիկներուն, գիներուն ու դուներուն համար։ Երբ մեր թշնամիները լսեցին, թե մենք դեղյակ ենք եւ Աստված իրենց ծրագիրը ցախողեցեր է, մենք բոլորս բարիսպը գառուցանելու վերադարձանք ամեն մեկը իր կորձին։ Այդ օրեն ի վեր իմ սպասավորներուս գեսը կորձը կգադարեր, մյուս գեսն ալ նիզակներ, վահաններ, աղեղներ եւ զրահներ կբռներ, իսկ իշխանավորները հութայի ամբողջ դան յետևն էին։ Բարիսպը գառուցանողները, պերնագիրներն ու Պերցնողները յուրաքանչյուրը իր մեկ ցերկով կորձը կգադարեր, իսկ մյուս ցերկով զենքը կբռներ։ Գառուցանողներն յուրաքանչյուրը իր սուրը մեջ կգաբած կկործեր, ու շեփորահարը իմ քովս էր։ Ազնվականներուն, ադենագալներուն ու մնացյալ ժողովրդին ասի. այս կորձը մեծ եւ ընդարձակ է, իսկ մենք բարիսպին վրա ծրված ենք իրար մե հերու։ Ոստի այն դեղը, ուրգե շեփորին ցայնը լսեք, հոն հավաքվեցեք մերկով, մեր Աստվածը պիտի պատերազմի մեզի համար։ Այսպես մեր կորձ կգադարեինք։ Ժողովրդին գեսը նիզակներ կբռներ, արշալույսին ձակելեն մինչև աստղերուն երևնալը։ Այդ ադենալ ժողովրդին ասի. յուրաքանչյուրը իր սպասավորին հետ Երուսաղեմի մեջ թող քիշերը, որբեսի քիշերը մեզի համար բահագակունդ ունենանք ու ցերեգը կորձեն։ Ոչ ես, ոչ ալ իմ եղբայրներս, սպասավորներս եւ ինձի հետևող բահագակունտին մարտիկը ամենևին մեր հակուստերը չէին կաներ։ Յուրաքանչյուրը իր զենք ուներ աջ ցերկին մեջ։ Փառք ես դեր Աստված մեր։ Ամեն։